Ինչ է նշանակում մեկի անվտանգությունը պահպանել, մյուսի կյանքի հաշվին։ 3 տարի առաջ այսօրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի հայրն է Ազատության հետ զրույցում դեռ անցած տարի նման հարցադրում արել ու նկատել, որ եթե ժամանակին փակեին ճանապարհը, այս ողբերգությունը չէր լինի։ Երևում է նկարահանումներից, որ ուշ են զգուշացել, դաժե տեսուչը չի տեսել իմ աղջիկը, որ արդեն կես ճանապարհը հատել անցել։ Շուրջ 3 տարի է դատաքննություն է ընթանում պարզելու ով է մեղավոր Լեո Պարոնյան Խաչմերուկում 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանի մահվան համար։ Գործով մեկ մեղադրյալ կա՝ Շարասյան, միայն առաջին մեքենայի վարորդ մայոր Արամ Նավասարդյանը։ Դժող կողմն այսօր էլ պնդում է մեղավոր է նաև Շարասյան ղեկավար կազմը։ Որոնց վերաբերյալ եւս կա քրեական վարույթ նախաձեռնված, գտնվում է նախաքննության փուլում, արդեն իսկ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել դատախազը, որը մեր կողմից այս պահին բողոքարկվում է դատարաններում։ Դատական նիստերը միտումնավոր են ձգձգվում, համոզված են տուժող կողմի ներկայացուցիչները։ 2.5 տարի է դեռ դատաքննության փուլում ենք, նկատում է փաստաբան Ռաֆի Ասլանյանը։ Նրա խոսքով պաշտպանական կողմը հանդես է գալիս տարբեր միջնորդություններով, իսկ դրա հետևանքով քննության ձգձգումը շահեկան է մեղադրյալի աթոռին գտնվող Արամ Նավասարդյանի համար։ Քանի որ կան նաև քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներ, սույն պարագայում արդեն միջին ծանրության հանցանքի դեպքում 5 տարի է, 3 տարին արդեն անցել է։ Պաշտպանական կողմն էլ իր դժգոհությունն ունի։ Դատը ձգձգվում է նախաքննության ընթացքում թույլ տրված սխալների համար, ավելին մեղադրում է գործը հսկող դատախազին։ Փաստաբան Ռուբեն Բալոյանը վստահեցրեց, կապացուցի, որ դատախազն ապօրինի է գործել։ Նախաքննության ընթացքում քննիչը նշանակեց լրացուցիչ փորձաքննություն, որը արդեն հազարավեց մեկ այլ փորձագիտական կենտրոնի։ Փորձագիտական կենտրոնին քննիչը հարց առաջադրեց լրացուցիչ փորձաքննության բարձել վարորդի համար երթևեկության վտանգը երբ առաջ գալիս։ Նույն հարցը առաջադրել են տարին մեկ պաշտպանական կողմը։ Դատախազը իր ապօրինի որոշումը կայացնում է հարցանում է։ Այս գործի գլխավոր սխալը գալիս է գործը հսկող դատախազից։ Սրա միակ մեղավորը, որ այսօր դատաքննությունը ձգձգվում է, դա այս գործը հսկող մեղադրող դատախազն է։ 28-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրվող Արամ Նավասարդյանի փաստաբանը դժգոհ է նաև դեպքի տեսաձայնագրային փորձագետի դատարանում տրված ցուցմունքից։ Կեղծ ցուցմունք է, այսպես է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանը որակում փորձագետի ասածը, խոստանում օրերս նկար կհրապարակի հանրության դատին ներկայացնելու։ Եթե մենք հիմնավորենք, որ հետևից երրորդ կադրի ժամանակ լեսուսի հետամասը հավասարահետեւային ասումների, ես թաքցնելու բան չունեմ, դες պարզացում եմ։ Ուրեմն ստացվում է, որ փորձագետ Քոչարյանը դատարանում տվեց ցուցմունք, որի համար կենթարկվի քրեական պատասխանատվություն։ Դժող կողմը ոչ թե կասկած ունի, ավելին գրեթե համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամ անուղղակի միջամտության հետևանքով է, որ արդեն շուրջ 3 տարի է որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել Սոնա Մնացականյանի մահվան համար։ Դուք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին, կամ տուժող կողմը ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին։ Ես ասում եմ բացառված է։ Վարչապետն անցած ամիս ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսպես էր արձագանքել ընդդիմադիր падգամավորի իրեն ուղղված մեղադրանքին։ Դժող կողմը հիշեցնում է, մինչ օրս որևէ մեկը հղի կնոջ սպանության համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանը շարունակում է աշխատել իր պաշտոնում։ Դժող կողմը կասկածներ ունի, որ գործով կարևոր ապացույցը դիտավորյալ է ոչնչացվել։ Խոսքը վարչապետի Շարասյան մեքենաների միջև ողբերգական այդ օրը տեղի ունեցած հեռակապից զրույցի ձայնագրության մասին է, որը ոստիկանությունը չի տրամադրել պատճառաբանելով, թե տեխնիկական խոտանի պատճառով այն չի ձայնագրվել։ Իսկ ձայնագրությունը կարևոր էր եւ վարորդի եւ Շարասյան ղեկավար կազմին քրեական պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից։ Կհիշեք, հետագայում սկսեցին պատճառաբանել, թե իբրև վարչապետը չի տեսել դրա համար չի կանգնել։ Եվ այս զուտ քաղաքական նեղ շահերից ելնելով, փաստացի ոչնչացվեց քրեական վարույթի կարևորագույն ապացույցը։ Արդար դատաքննություն է պահանջում նաև մեղադրյալի փաստաբանը։ Նա էլ ասում է, եթե իշխանության կողմից անգամ դատարանին հրահանգ կա, ապա իր մեղադրյալ Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչելն է։ Թե չէ մեր գործերը լավ կգնալ առաջ, ոչ թե վեճերով, պատմություններով, կոնֆլիկտներով։ Համբուրգում կրթություն ստացած Սոնան իր դանիացի գործընկերոջ հետ Հայաստանում հիմնադրել էր Զևիտ կազմակերպությունը, որ IT ծառայություններ էր մատուցում քամուց մաքուր էներգիա արտադրող եւ քամու տուրբիններ սպասարկող արտասահմանյան ընկերություններին։ Սոնան նաեւ բարեգործությամբ էր զբաղվում, ղեկավարում էր Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում կառուցվող Թևեր տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը։ Աջակցենք մեր հերոսներին կազմակերպության հիմնադիր անդամ էր։ Եթե չլիներ ողբերգական պատահարը, նա 2 ամսից դստրիկի մայր կդառնար։